Պաշտոնական քար լռություն օկուպացված Արցախից 10 հայերին եւ ազգությամբ ռուս մեր երկրի մեկ քաղաքացուն Հայաստան տեղափոխելու տեղեկության հրապարակումից ավելի քան 30 ժամ անց Երևանը չի հրապարակել անգամ Հայաստան տեղափոխվածների անունները։ Այս անձանց ուղղակի արտաքսել են, մաքրել են դաշտը իրենց համար։ Ադրբեջանական բանտից 9 օր առաջ ազատված Վիգենե Ուլջեկչյանը մեջքի ու պարանոցի ուժեղ ցավեր ունի, նաև հոգեբանական օգնության կարիք։ Լիբանանի իրենց տուն կգնան Լինդան ու Վիգենը, երբ Հայաստանում Վիգենի հարցաքննությունները ավարտվեն։ Վիգենի առողջականը դեռ լավ չէ, քայլելու դժվարություն ունի, ուժեղ ցավեր մեջքի ու պարանոցի շրջանում։ Փաշինյանը խոստացել է մշտական դարձնել պարգևավճարները, մարդկանց սկսում է թվալ, որ նա ծաղրում է 3 միլիոն վարչապետներին։ Ժողովուրդ սովասարավ պարգևավճար եմ ուտարում։ Եվ միլիոնների պարգևավճարները իրենց կառավարման արդյունավետությամբ բացատրող կառավարիչներին իր ցուրտ մեկսեկնյականոց է հրավիրում 87-ամյա Հռիփսիմեն։ Ես օրական մի անգամ եմ ուտում, կհավատաք, չեք հավատա, չեմ սիրում ոչ պարտքանել, ոչ էլ ուրիշից մուրալ։ Հունվարի 24-ի գլխավոր նորությունները կհայտնի Հայլուրը, բարի երեկո սիրելի հայրենակիցներ, եւ այսպես օկուպացված Արցախից 10 հայերին եւ ազգությամբ ռուս մեր երկրի մեկ քաղաքացուն Հայաստան տեղափոխելու տեղեկության հրապարակումից ավելի քան 30 ժամ անց որևէ հստակ բան նրանց ճակատագրի մասին հայտնի չէ։ Պաշտոնական Երևանը չի հրապարակել անգամ Հայաստան տեղափոխվածների անունները։ Հայտնի է միայն, որ մեկը հոսպիտալացված է։ 2023-ին Արցախի հայաթափման օպերացիայի օրերին Արցախից Հայաստան եկած մեր այն հայրենակիցները, որոնք հարազատ են թողել այնտեղ, միայն գուշակել կարող են, արդյոք իրենց հարազատն է Հայաստան բերված 10 հայերի թվում։ Ինչի համար է ինֆորմացիոն այս վակուումը։ Շատ փորձագետների համոզմամբ Հայաստանի իշխանությունը որոշել է փակել Արցախից բերվածների մասին տեղեկատվական հոսքերի բոլոր աղբյուրները, որպեսզի լայն հանրության սեփականությունը չդառնա իրականությունը։ 10 հայերը իրականում ցանկացել են մնալ իրենց տներում, Ալիևի ռեժիմը փաստացի արտաքսել է նրանց։ Բայց համակեցության անհնարինությունը հաստատող այս փաստը չափազանց դժվարամարս կարող է լինել խաղաղության դարաշրջանի մասին փաշինյանական պատկերացումների ֆոնին։ Լիլիթ Խալաթյանն է պատմում։ Լավ է, ապահով վայրում է։ Հարազատների հետ կարճ հեռախոսազրույցում այսքանն է ասել Արցախից Հայաստան տեղափոխված հայերից մեկը։ Ապահով վայրը Աղվերանի մի հյուրանոց է, մեր տեղեկություններով այնտեղ են ապաստանել Արցախը ամենավերջում լքածները։ Մեկ մարդ դեռ բուժվում է Գորիսի բժշկական կենտրոնում։ Հայաստան տեղափոխված 11 քաղաքացիների անունները պաշտոնապես դեռ չի հրապարակվում։ Բռնագաղթից հետո Արցախի Խնածախ գյուղում մնացած 67-ամյա Սլավիկ Համբարձումյանը եւս Հայաստանում է, նրա քույրը չգիտի, ընտանիքի հետ ոչ ոք կապ չի հաստատել։ YouTube-ից իմ տղեն ա կարդացել, զանգեցին, ասեց, հետո սա գյուղացիք զանգան հերթով։ 2023-ի սեպտեմբերի 26-ին է Էլեոնորան ճանապարհ ընկել Հայաստան։ Հիշողության կորուստ ունեցող եղբորը չի կարողացել համոզել լքել տունը։ Արևաններին կանչեցի, բայ ես չեմ գալի, հլա մի քանի օր առաջ որ պիտի պայմանավորվեն գամ, բայ ես չեմ գալի, ասի բայ ինչի համար ես մնում։ Չէ, ես տունը թողեմ սե հենց ոնց գամ ես են, ասի դե տեսա որ ինքը հնարավոր չի բերելի, ես չէի կարա ստիպված մնայի, ոնց մնայի։ Գրուզավորում ես Ղարաբաղից եկես տեղ ասել։ Բերեցին ինձ տեղավորեցին, իր ասումկեքն էլ հետս օգնելա, բերել է տուն հետ պիտի գայի, ինքը թողել փախել տուն նորից։ Մենք էլ պիտի ճանապարհվեինք, ման եմ գալի չեմ գտնում։ Հետ եմ դառը եկել տուն, ման եմ գալի չկա, չեմ գտնում, որ հետս տանեմ նորից։ 2 օր անց դատարկվել է Խնածախը։ Էլեոնորայի տեղեկություններով գյուղում մնացել են եղբայրն ու մի տարեց կին։ Հետո նրանց Կարմիր խաչի աշխատակիցները տեղափոխել են Ստեփանակերտ։ Ամեն շաբաթ Կարմիր խաչը մի հատ ռուս տղա էր Նիկիտա անունով։ Ինքն է տանելուց լսում։ Ամեն շաբաթ Կիրակի ես իր հետ խոսել եմ։ Մենակ ասում եմ ոնց ես, ինչ ես, բա լավ եմ, բա խի չես գալի, ինձ ասում են ինչի չես գալի։ Էլեոնորան համոզված է երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող եղբայրը ոչ մի դիմում չէր ներկայացնի Հայաստանի ու Ադրբեջանի պատկան մարմիններին Հայաստան տեղափոխվելու խնդրանքով, ինչպես հայտարարել է նախարար Արսեն Թորոսյանը։ Կարմիր խաչի էլի ունեմ ես համար, երեք զանգել։ Ասաց մեզ չեն տեղեկացրել, դա արդեն ոնց որ պետությունների մեջ իրանց համաձայնության բանով է։ Այս մարդկանց բերել են Սիրուն Հագարի կամուրջ եւ ասել են դե հայդե բաբամ։
Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Դյունիկ Աղաջանյանի համոզմամբ չեն եղել Հայաստան վերադառնալու խնդրանքով դիմումներ, չի եղել երկու երկրների համագործակցություն, եղել է ադրբեջանական պահանջ։ Այս անձանց ուղղակի արտաքսել են, մաքրել են դաշտը իրենց համար, շատ լավ հասկանալով, որ այլևս քաղաքական որևէ բան այս մարդկանցից կամ իրենց ներկայությունից ստանալ հնարավոր չի։ Աղաջանյանը կարծում է 2.5 տարի Ադրբեջանը օկուպացված Արցախում մնացած հայերից փորձել է կորզել ամեն ինչ, անգամ կեղծ ցուցմունքներ Բաքվի դատարանում։ Իրենց ուզածով այս մարդկանց օգտագործել հնարավոր չի եղել, ինչու էլ գլխացավը շարունակել եւ անգամ ֆինանսական ինչ-որ հատկացումներով այս մարդկանց պահել։ Աղաջանյանը տեղեկություններ ունի, որ սակավաթիվ հայերից ոմանք Ադրբեջանի քաղաքացիություն ստանալու ցանկություն են ունեցել, որն ըստ էության միայն ցանկություն էլ մնացել է։ Կարծեմ նրանցից մի քանիսը անգամ փորձեր արել դիմելու եւ ադրբեջանական քաղաքացիություն ստանալու Ադրբեջանի իշխանությունների այդ տիրաժավորված լոզունգների ներքո, թե մենք պատրաստ ենք ընդունելու եւ ապրելու իրար հետ, բայց մենք փաստացի տեսնում ենք, որ դա անհնարին է ուղղակի գետնի վրա եւ իրականության մեջ։ Հենց ֆիզիկական ոչնչացումից ու միջազգային հանրության աչքին սխալ դիրքավորվելուց խուսափելու համար է Ադրբեջանը որոշել արտաքսել վերջին հայերին, եւս մեկ անգամ ապացուցելով, որ հայերի ու ադրբեջանցիների համակեցություն չի կարող լինել։ Լիլիթ Խալաթյան, Առաքել Օհանյան, Հայլուր։ Մարդկանց կամավոր տեղափոխություններ սա, թե պարզապես Արցախի հայաթափման եւ էթնիկ զտման վերջին փուլը։ Թեման քննարկելու ենք Հայլուրի տարածաշրջանային վերլուծաբան ադրբեջանագետ Արման Բադալյանի հետ։ Բարի երեկո, Արման։ Բարի երեկո, Լարա։ Առավոտյան ադրբեջանական մեդիան ուսումնասիրելուց հետո ասացիր, որ օկուպացված Արցախից 10 հայերի եւ ազգությամբ ռուս մեր երկրի մի քաղաքացու Հայաստան տեղափոխվելուց հետո այնտեղ փաստացի եւս մեկ հայ է մնացել։ Այո, Լարա, իմ տեղեկություններով առնվազն մեկ հայ դեռևս գտնվում է Արցախում, Միշիկ Գրիգորյանը, իհարկե նրա Ադրբեջանի կողմից պահելը չի խոսում խաղաղ համակեցության մասին, որովհետեւ պարբերաբար Միշիկ Գրիգորյանը հայտնվում է ադրբեջանական ԶԼՄ-ներում տարբեր քարոզչական թեզեր առաջ տանելու համար, օրինակ բերեմ, որպեսզի ավելի պարզ լինի, ռեպորտաժներից մեկը, որը վերնագրված է հայերի եւ ադրբեջանցիների պատահական հանդիպումը Ստեփանակերտում, այստեղ բեմադրված է Միշիկ Գրիգորյանի եւ մի ադրբեջանցու իբրև պատահական հանդիպումը 40 տարի անց Ստեփանակերտում։ Իհարկե տեղեկությունները խիստ հակասական են, Լարա, չգիտես ինչու իշխանությունները 7 կողպեքի տակ են պահում Հայաստան եկածների մասին տեղեկատվությունը եւ մի տեղեկատվություն էլ ունեմ այն մասին, որ իբր Միշիկ Գրիգորյանը վերադարձել է եւ հիմա գտնվում է Հայաստանում։ Այս տեղեկատվական վակուումը նրա համար է ստեղծված, որ տպավորություն լինի իբր նրանք իրենց կամքով են եկել Հայաստան, մինչդեռ իրականում ակնհայտ է, որ Բաքուն նրանց արտաքսել է։ Այս մասին շատ լավ իդեպ պատմեց իմ գործընկեր Լիլիթ Խալաթյանը։ Այո, Արման, լավ, եթե ենթադրենք, որ Միշիկ Գրիգորյանը իսկապես չի վերադարձել Հայաստան, հա, ելնենք դրանից, ինչու կարող է պատճառ լինել, որ նրան էլ մյուսների պես ուղարկած չլինել։ Լարա, նրան Ադրբեջանում համարում են հաստիքային վկա, որովհետև գաղտնիք չէ, որ բարբերաբար Միշիկ Գրիգորյանը Ռուբեն Վարդանյանի եւ Արցախի ռազմաքաղաքական մյուս ղեկավարների նկատմամբ բարբերաբար դատարանում ցուցմունքներ է տվել եւ այդ շինծու գործերին աջակցել է, այսինքն նման կերպ անգամ եթե հային պահեն Արցախում եւ Ադրբեջանը դա ներկայացնի, որ Արցախը հայաթափված չէ, այնտեղ հայ կա, այդ մեկ հայը նույնիսկ օգտագործելու է իր ներկայությունը այդ շինծու դատական գործընթացներին աջակցելու համար։ Իդեպ այդ շինծու դատավարությունից ինչ լուր կա։ Մեկ շաբաթ առաջ մոտավորապես, եթե չեմ սխալվում, հունվարի 17-ին նշված էր մոտս դատավարության 1 տարին էր, իսկ նախորդ տարվա դեկտեմբերի 26-ին դատարանը գնացել է խորհրդակցական սենյակ վճիռ կայացնելու։ Ներկա պահին Լարա պաշտոնական որևէ հայտարարություն չկա դատավճռի օրվա մասին, ինչը խոսում է, որ սա ոչ թե իրավական, այլ քաղաքական հարց է եւ Ալիևի վարչակազմը հարմար առիթ է սպասում, որպեսզի հրապարակի դա իր քաղաքական օրակարգը թելադրելու համար։ Որոշ փորձագետներ էլ իհարկե կարծում են, որ այս դադարը քաղաքական սակարկությունների եւ միջազգային ճնշումների հետ է կապված։ Շնորհակալ եմ, Արման, սիրելի հայրենակիցներ, հիշեցնեմ, որ մեր տաղավարում էր Հայլուրի տարածաշրջանային վերլուծաբան ադրբեջանագետ Արման Բադալյանը։
Ադրբեջանական գերությունից 9 օր առաջ վերադարձած Գևորգ Սուջյանը անընդունելի է համարել Իլհամ Ալիևին շնորհակալություն հայտնել այն դեպքում, երբ Ադրբեջանի բանտերում դեռ ապօրինի պահվող հայեր կան։ Նրա կարծիքով նրանք, ովքեր շնորհակալություն են հայտնում Ալիևին, ուղիղ ասում են՝ ինչ անում ես, ճիշտ ես անում։ Նիկոլ Փաշինյանի հետքերով, ինչպես գիտեք, նաև նախագահ Վահագն Խաչատուրյանն էր 3 օր առաջ Դավոսում շնորհակալություն հայտնել Ադրբեջանի նախագահին։ Բաքվում պաշտոնական տվյալով դեռ 2 տասնյակ հայ կա, իսկ վերադարձածների պատմությունները պարզապես ցնցում են նրանց հարազատներին։ Այսօր իմ գործընկեր Լանա Համբարձումյանը Բաքվի բանտից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի կնոջ հետ է զրուցել։ Ուժեղ ցավեր ունի Վիգենը մեջքի ու պարանոցի շրջանում։ Բաքվի բանտում 5 տարի անցկացրած Վիգեն Էուլջեքչյանը գերությունից ազատվելուց 10 օր անց դեռ ապաքինվում է։ Ցավերը դանդաղ են թուլանում։ Վիգենի առողջականը դեռ լավ չէ, քայլելու դժվարություն ունի, ուժեղ ցավեր մեջքի ու պարանոցի շրջանում։ Համարյա կորցրել է լսողությունը, բայց բժիշկները հույս են տալիս, ֆիզիոթերապիայի միջոցով վիճակը կլավանա։ Վիգենի բանտային պատմությունները դեռ ցնցում են նրա կնոջը Լինդային։ Ինչերի միջով է անցել ամուսինը։ Այս ընթացքում նա ինձ բաներ է պատմել, որոնք լսելն անգամ անտանելի դժվար է, ցավոտ։ Իր բանտախցի պատին նա մեր նկարներն է փակցրած եղել։ 5 տարվա ընթացքում մի միտք է միայն հետապնդել Վիգենին։ Դուրս գալ բանտից, միանալ մեզ, վերադառնալ կյանք։ Վիգենը նորից իր կողքին է։ Աշխարհի ամենաերջանիկ կինն է զգում իրեն Լինդան։ Վիգենի վերադարձն իմ կյանքի ամենաերջանիկ իրադարձություններից է։ Կարևորը նրան տեսա ողջ առողջ։ Բանտային տառապանքից հետո ողջ է, շնչում է։ Շուտով դուստրը կգա Հայաստան հորը տեսնելու։ Մինչև դա Վիգենը հեռախոսի տեսախցիկի առաջ ժամեր է անցկացնում երեխաների հետ շփվելու համար։ Վիգենն ամեն օր գրեթե 6-7 ժամ տեսազանգով խոսում է երեխաների հետ։ Նրանք մինչև հիմա չեն հավատում, որ իրենց հայրն է խոսողը։ Կարծես դեռ երազի մեջ լինենք։ Փոխվել է Վիգենը, ձեռք բերել նոր սովորույթներ, որոնք հաճելի են կնոջը։ Ասես ուրիշ մարդ դարձած լինի, սովորականից շուտ է արթնանում, անգամ սուրճ է դնում ինձ համար, ուտելու ինչ-որ բան սարքում։ Հոգեբանական խնդիրներ կան, որոնք կամաց կհաղթահարվեն, վստահ է նախկին գերու կինը։ Ամենամեծ ցավը նրա համար մոր կորուստներ իր բանտում եղած ժամանակ։ Նա դեռ չի կարողանում հաղթահարել այդ ցավը։ Լիբանանահայ տղամարդն ուզում է, որ իր ընտանիքը վերջնականապես Հայաստանում հաստատվի։ Այդպես էլ կլինի, ասում է Լինդան։ Վիգենը որոշել է մնալ Հայաստանում եւ մենք նրա ընտանիքը նրա կողքին ենք լինելու։ Վիգենը միշտ է երազել Հայաստանում ապրել։ Նա շատ է սիրում այս երկիրը։ Ես հպարտանում եմ նրանով։ Վիգենը հերոս է ինձ համար, իսկական տղամարդ։ Լինդան պատմում է, որ Վիգենի տունդարձով շատերն են ուրախացել Հայաստանում։ Փողոցում մարդիկ մոտենում են, ջերմ խոսքեր ասում։ Մի կին էլ Հայաստանի դրոշն է նվիրել իրենց։ Հայ ժողովրդից մեծ սեր տեսանք, սակայն եղան նաև մարդիկ, որոնք գրեցին վատ մեկնաբանություններ։ Դա շատ վատ ազդեց Վիգենի վրա։ Խնդրում եմ բոլորին միայն բարի խոսքեր ասեք նրան, որովհետև նա կարդում է այդ ամենը։ Լանա Համբարձումյան, Միլենա Պողոսյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։ Միացյալ Նահանգների փոխնախագահ J.D. Vance-ը փետրվարին կգա Հայաստան, այնուհետև կմեկնի Ադրբեջան։ Truth սոցիալական կայքում Դոնալդ Թրամփը հայտնել է, որ խաղաղ միջուկային համագործակցության համաձայնագիր է նախատեսվում կնքել Հայաստանի հետ, իսկ Ադրբեջանին ըստ ամենայնի նահանգներում արտադրված պաշտպանական սարքավորումներ կվաճառեն զրահաբաճկոններ եւ նավակներ։ Այս ձևակերպման տակ իսկական տեղեկատվական ռումբ կա փորձագետների համոզմամբ։ Ալիևին պաշտպանական սարքավորումներ խոստանալով Թրամփը հիմք է ստեղծում 907-րդ լրացումը չեղարկելու համար։ Դրանից հետո Վաշինգտոնը ազատ կկարողանա զենք վաճառել Բաքվին։ Լիլիթ Սարգսյանն է պատմում։ Միացյալ Նահանգների փոխնախագահի Հայաստան հնարավոր այցի մասին մեկ ամիս մամուլում շրջող լուրը հաստատվել է։ Թրամփն է գրել Truth սոցիալական կայքում, բացահայտելով, որ փետրվարին նաև Ադրբեջանում է լինելու J.D. Vance-ը։ Մենք կխորացնենք մեր ռազմավարական գործընկերությունը Ադրբեջանի հետ, կկնքենք խաղաղ միջուկային համագործակցության հիանալի համաձայնագիր Հայաստանի հետ, պայմանագրեր մեր մեծ կիսահաղորդիչային արտադրողների համար, ինչպես նաև կվաճառենք Ադրբեջանին ԱՄՆ-ում արտադրված պաշտպանական սարքավորումներ, ինչպիսիք են զրահաբաճկոնները եւ նավակները։ Ադրբեջանում ամերիկյան օրակարգի մասին Թրամփի գրած կարճ նախադասության մեջ մտահոգիչ տողատակեր է տեսնում միջազգայնագետ Դավիթ Կարապետյանը։
Նրա կարծիքով ռազմավարական գործընկերության խորացումը նշանակում է Ադրբեջանին ամերիկյան ռազմական օգնությունը արգելող 907-րդ լրացման վերջնական չեղարկում։ Ալիևը հայտարարել էր, որ հույս ունի Թրամփի վարչակազմը կկարողանա համոզել կոնգրեսի անդամներին չեղարկել 907-րդ լրացումը։ Եթե այս տենդենսներով շարունակվի, չի բացառվում պաշտոնապես 907 բանաձևի չեղարկումը եւ դրա հիման վրա արդեն գիտեք սպառազինության տրամադրումը Ադրբեջանին։ Չնայած Թրամփը ներկայացնում է, թե եւ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներն իր ընկերներն են, 907-րդ լրացման չեղարկումը խիստ անհավասար պայմաններ կստեղծի հայ-ամերիկյան ու ադրբեջան-ամերիկյան հարաբերություններում։ Այսինքն դու զինում ես մի երկրին, որի զսպիչ դերակատարություն ես ստանձնել որպես միջնորդ, բայց այս պահին սկսում ես նորից զինել։ Մինչև ռազմաքաղաքական բալանսը չի կարգավորվում, հետևաբար մի կողմը մյուսի հանդեպ նույն ռազմական տրամաբանությունը, օկուպացիան, էքսպանսիոնիստական մտադրությունները կարող է իրականացնել։ Թրամփն իր ձեռքով կարող է ջուրը գցել իր ձեռքբերումը, ինչպես սիրում է ձևակերպել, իր կանգնեցրած 8 հակամարտություններից մեկի լուծման փառքը։ Այն էլ մի հակամարտություն, որ լուծել է Ռուսաստանի տարածքում, ինչպես ինքն է անվանել Կովկասը այս շաբաթ։ Ինքը իր անձը մեծարելու համար ասեց, որ դա Ռուսաստանի տարածքն էր, բայց ես այդ հարցը լուծեմ, այսինքն ինքնին տպավորություն է ստեղծվում, որ նա ընդունում է, որ հարավային Կովկասը դա ռուսական ազդեցության գոտու տակ է, բայց այդ տեսեք այդ ազդեցության գոտում բացառապես իմ մենաշնորհն էր, որ հաստատվեց խաղաղություն։ Հայաստանի ու Ադրբեջանի ներկայությունը խաղաղության խորհրդում սիմվոլիկ բնույթ ունի միջազգայնագետի համոզմամբ։ Թրամփը որպես իր կարգավորած հակամարտություններից մեկի փաստացի օրինակ է ներառել Երևանին ու Բաքվին խորհրդի կազմում։ Նա դիտարկում է, որ Հայաստանը եւ Ադրբեջանը դաշնակից երկրներ են, այսպես ասած լավ աչքով է նայում այդ երկրներին, որովհետեւ այդ լիդերների միջոցով կարողացել է իր իմիջը բարձրացնել, հաստատելով, որ նա կարողացել է այդ կոնֆլիկտը լուծել։ 365 օրում 365 դիվանագիտական հաղթանակների փառքն ամրագրելու համար Միացյալ Նահանգների նախագահը հիմնադրեց խաղաղության խորհուրդը, իր շուրջը միավորելով մերձավոր արևելքի որոշ երկրների, արաբական որոշ պետությունների, Բուլղարիային, Հունգարիային, Հայաստանին ու Ադրբեջանին, որ եվրոպական մի շարք երկրների առաջնորդների ականջին որպես մակը քանդելու ահազանգ է հնչել։ Այն ֆորմատը, որը որ առաջարկել է նախագահ Թրամփը եւ այն կառուցակարգը, որը դրել է որպես կառույց, այդպեսին դա որոշակի նմանություն ունի ՄԱԿ-ին։ Լավագույն դեպքում 2-3 ամիս անց կարող ենք ֆիքսել, թե դա նույն կառուցակարգային, նույն վերպետական կառույց ՄԱԿ-ի նման կառույց է լինելու, թե ինչ որ ֆիկտիվ կառույց, որը ընդ որում չի բացառվում, որ ժամանակի ընթացքում ինչպես ստեղծվել է, այնպես էլ կոր չի։ Ի վերջո Թրամփի իշխանությունը հավերժ չէ, նրա իմպիչմենտի հարցն էլ օրակարգում է։ Հաջորդ իշխանությունը կարող է մեկ վայրկյանում վերացնել սիրելի առաջնորդների հետ ստեղծած Թրամփի խաղաղության խորհուրդը, որի էությունը եվրոպացիների համար անհասկանալի է։ Վենեսուելայի նախագահին իր երկրից առևանգած, Գրենլանդյան Կուբան պահանջող, Իրանին պատերազմով սպառնացող ԱՄՆ նախագահն է խոսում խաղաղության մասին։ Աբսուրդի ժանրից է, որ դու Դանիայի նման պետությունը, որը քո դաշնակիցն է ՆԱՏՕ-ում, դու տերիտորիալ պահանջներ ես ներկայացնում, անգամ սպառնալիքներ ես հնչեցնում։ Հիմա ստացվում է, որ նույն տրամաբանությամբ Միացյալ Նահանգները պաշտպանության նախարարությունը անվանում են պատերազմի նախարարության, բայց խաղաղության խորհուրդ են ստեղծում։ Միջազգայնագետը նկատում է, եվրոպական երկրներին ոչ այնքան պետք է անհանգստացնի խաղաղության խորհրդի ստեղծումը, որքան Թրամփի ծավալապաշտական ծրագիրը։ Մի բան, ինչի համար Ռուսաստանին է սիրում մեղադրել Արևմուտքը։ Աշխարհակարգի փոփոխության պայմաններում Միացյալ Նահանգներն է դարձել Եվրոպայի համար արտաքին սպառնալիք։ Եթե մինչև այս պահը խոսում էին Ռուսաստանի ծավալապաշտական նկրտումների մասին Եվրոպայի հանդեպ, որ այ հիմա Ուկրաինայից հետո Ռուսաստանը անցնելու է արևելյան Եվրոպայի երկրների էքսպանսիոնիստական, ընդ որում այդ քաղաքականությունը իրենք ներկայացնում են, որ օր առաջ կարող է տեղի ունենալ, հիմա ընդհակառակը իրենց համար արտաքին վտանգ է Միացյալ Նահանգները, որը որ Իսլանդիան ասում է նույն տրամաբանությամբ Գրենլանդիայի կվերցնի։ Իդեպ հանրային կարծիքի ֆրանսիական ինստիտուտի վերջին հարցման տվյալով ֆրանսիացիների 51%-ը կարծում է, որ առաջիկա տարիներին Թրամփի Ամերիկան ռազմական սպառնալիք կլինի Ֆրանսիայի համար։
Ըստ նույն հարթման, ֆրանսիացիների 80%-ը Ռուսաստանից է սպառնալիք սպասում։ Լիլիթ Սարգսյան, Աշոտ Մնոյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։ Չի հանգուցալուծվում պարգևավճարային սկանդալը, մամուլը պնդում է, թե Փաշինյանը խոստացել է թիմին մշտական դարձնել պարգևավճարները։ Մարդկանց սկսում է թվալ, որ նա ծաղրում է 3 միլիոն վարչապետներին։ Լիլիթ Գասպարյանի ռեպորտաժը։ Պարգևավճարը լրացուցիչ խրախուսող գումար է, որը աշխատավարձից բացի տալիս են աշխատողին նրա կատարած լավ, արդյունավետ, հաջող աշխատանքի ու նվիրվածության համար։ Ամանորին ճոխ պարգևավճարի արժանացած պաշտոնյաներից այդ որ մեկն է լավ աշխատել, հարցնում ենք քաղաքացիներին։ Բայց ինչ են անում, որ պարգևավճար ստանան, էդ էլ մի հատ որ բացատրեն ինչ են անում։ Երկիրը վարի են տվել, ինչ պարգևավճարի մասնախոսքը։ Ես չեմ ընդունում։ Թող երկիր սարքեն, հետո ինչքան ուզում են պարգևավճար ստանան։ Ընդհանրապես նախարարները ոչ մի պարգևավճար չստանան։ Իրանք շատ վատ են աշխատում, ժողովրդի համար չեն աշխատում։ Ծերերի թոշակ ամսական տասնախարարին ասես տար մի ամիս 10։ Չեմ տեսնում այդ աշխատանքի արդյունքը, հասկանում եք։ Բայց ուր աշխատանքը, մենք չենք տեսնում, ինչ աշխատանքի մասնախոսքը։ Լավ, մենք ենք աշխատում իրանց համար, ոչ թե իրանք մեր համար։ Ընդդիմադիր պատգամավորները նույնպես չեն մտաբերում որևէ արդյունավետ աշխատանք, որի համար արժեր նախարարներից յուրաքանչյուրին պարգևատրել 6-ից 7 միլիոն դրամ, ոչ միայն փոխնախարարներին 3.5-ից 4.5 միլիոն, վարչության պետերին 2.5-ից 3 միլիոն, բաժնի պետերին 1.5-ից 2 միլիոն դրամ։ Հայաստան խմբակցության պատգամավոր Արմենուհի Գյուրեխյանը պատմում է, ինչպես է 2 տարի շարունակ նամակ գրել թե ԿԳՄՍ-ին, թե տարածքային կառավարման նախարարությանը Հայաստանի գյուղերից մեկի պտղնի աշակերտների համար անվտանգ ճանապարհի հարցը լուծելու համար, բայց 2 տարի 2 նախարարություններից էլ նույն պատասխանն է ստացել։ Ստացել է մի զավեշտալի պատասխան։ Նրանք նշում են, որ 2 նախարարությունով քննարկում են այդ հարցի լուծման համար նախատեսվող ծրագրի ֆինանսական գնահատականը։ 2 տարի 2 նախարարությունով քննարկում են ընդհանրապես ծրագրի ֆինանսական գնահատականի ճշգրտումը ու դեռ չեն ստացել, որպեսզի այդ ծրագիրն իրականացնեն։ Եվ բայց պասորս ասում է, որ նրանք լավ աշխատանքի համար վճարվում են 7-ից 9 միլիոն, նայած չգիտեմ ով ինչքան, հա, պարգևավճար, սրանից ավելի ծաղր կա այս ժողովրդին թե ոչ։ Քաղաքացիների համար կրկնակի ծաղր է, երբ իմանում են, որ պարգևավճարների Փաշինյանի այս պիլոտային ծրագիրը մշտական է դառնալու։ Եվ պաշտոնյաները շուտով նորից իրենց աշխատավարձերից բացի մեծ պարգևավճար են ստանալու։ Դե sense որ գնա կարող ամեն օր էլ պարգևատրել տան դրանց, ինչ կա։ Եկեք ես չխոսամ, էլի վատ բաներ եմ ասում։ Եթե ես 45000 թոշակով հազիվ կարողանամ ապրել, ի՞նչ է նշանակում տարին մի քանի անգամ պարգևավճար ստանալ։ Դա աբսուրդ է, դա ոտնահարում է մեր սաղ կյանքի աշխատանքը, որ ներդրել ենք այս քաղաքում, այս երկրի համար։ Դա են, որ ինքը ասում է, այդ սաղ թալանչիներից ես բերել եմ, պարգևատրել եմ տոտալ ժողովրդին, պետք է ժողովրդի փողն են թալանը իրանց ասելով։ Դե вообще պետք է չլի։ Ժողովուրդ սոված դարավ պարգևավճար եմ վճարում։ Բացի իրան թալանելուց ուրիշ բան չգիտեն, ինչ ասեմ։ Մամուլի տեղեկություններով դեռ 2025 թվականի հունիսին է քննարկվել պետական ապարատի աշխատակիցների աշխատավարձերի կտրուկ բարձրացման հարցը։ Քանի որ դա օրենքով իրականացնելը տարվա ընթացքում հնարավոր չի եղել, որոշել են պարգևավճարներով բարձրացնել։ Ըստ մամուլի, Նիկոլ Փաշինյանը խոստացել է, որ այդ բարձրացումներն ամրագրվելու են օրենքով։ Ազգային ժողովը հաստատելու է։ Այսպիսի մի խոսակցություն էր գնացել, մի անեկդոտի նման մի բան, երբ որ վարչապետը գնում է Գյումրի, ելույթ է ունենում եւ ասում է. «Սիրելի ժողովուրդ, այսուհետ մենք ավելի լավ ենք ապրելու»։ Եվ գյումրեցին այնտեղից ասում է. «Հբ մենք»։ Հիմա այս մարդիկ միայն իրենց լավ ապրելու հարց են առայժմ լուծում, հբ ժողովրդին դեռ չեն անցել։ Ըստ ընդդիմադիր պատգամավորի այդ միլիոնները պարգևատրում չէ պաշտոնյաներին այս կամ այն աշխատանքի համար։ Նախընտրական կաշառք է, Փաշինյանը կաշառում է թիմակիցներին, որպեսզի ընտրություններից առաջ նավը չլքեն։ Նիկոլ Փաշինյանը շատ լավ գիտի, որ ինքը խնդիրներ ունի նաև իր թիմում, եւ որպեսզի իր թիմը
իր թիմը այս մի քանի ամիսների ընթացքում հանկարծ չդավաճանի իրեն, ինչքան էլ ուզում է ինքը կոմպրոմատներ ունենա բոլորի դեմ, ինչքան էլ ուզում է ինքը վախեցնի SMS-ներով նրանց հրաժարականներից, մի քանի ամիս է մնացել եւ իրեն պետք է որ իր թիմը հանկարծ որևէ այսպիսի բան իրեն չմատուցի, որևէ անակնկալ չմատուցի, եւ դա անընդհատ նրանց կաշառում է, կաշառելու է մինչև հաջորդ ընտրությունները։ Ստացվում է, մինչև ընտրություններ Փաշինյանի թիմակիցները ոչ միայն իրենց բարեկեցության հարցը կլուծեն, այլև իրենց հավատարմությունը կվերահաստատեն ղեկավարին։ Ծառայությունների այս հաղորդումը երբ կգնա եթեր։ Լիլիթ Գասպարյան, Կարինե Մանգասարյան, Հայկ Ավանեսյան, Առաքել Օհանյան, Հայլուր։ Միլիոնների պարգևավճարները իրենց կառավարման արդյունավետությամբ բացատրող կառավարիչներին իր ցուրտ մեկ սենյականոց է հրավիրում 87-ամյա Հռիփսիմեն։ Օրը մեկ անգամ է կարողանում հաց ուտել, բայց անգամ այդ մի կտոր հացն է կոկորդին մնում, երբ միացնում է հեռուստացույց ու իմանում ինչ է կատարվում իր երկրում։ Արցախի հանձնումն ու հայ առաքելական եկեղեցու պաշարումը ավելի շատ ցավ են պատճառում նրան, քան սեփական գրպանի դատարկությունը։ Գայանե Մովսիսյանն է 87-ամյա կնոջը հյուր գնացել։ Ես ոչ անտուն եմ, ոչ էլ տարագի։ Սրտոտ է դարձել մեկ սենյականոց տունը տարվա բոլոր եղանակներին։ Երջանիկ երկիր։ Ոչինչ չի ջերմացնում իր ծերացող հոգին։ Լացած գալիս արդեն։ Չեմ անում։ Գիտեք, ուրիշ էլ լիներ չէր դիմանա մենակ, Աստված ինչ ա տվել, որ ես կարողանում եմ համակերպվել։ Տան ամենաբարձր պահարանի վրա են Հայաստանի, Արցախի դրոշները։ 87 տարեկան Հռիփսիմեի համար հեշտ չէ հասնել դրանց։ Խոնարհված մեջքով մի քանի փորձից է բարձրանում աթոռի վրա, բայց երբեք փոշոտ չի թողնում տան ամենակարևոր անկյունը։ Ինչ ձևով են կարել, ինչ ձևով ստացանք այդ գանձը մեր, որ մեր ձեռքից վերցրեց, իր ձեռքով ավերիչ ձեռքով տվեց, հիմա որ խոսում եմ լացած գալիս է։ Մի տարի է ոտքը տնից չի կարողանում դուրս հանել։ Ծանր հիվանդությունից հետո 9-րդ հարկում դրսի աշխարհի մասին իմանում է հեռուստացույցից։ Անսասան մայրաթոռը, որ ամբողջ աշխարհում բոլորդ էլ գիտեք, ինչ ձևով են ընդունում Հայաստանը բան եւ այլն, ու այդ ձևի նսե մացած նվաստացուցիչ եմ զգում։ Ամեն օր է զգում, ավելի վատ է։ Փայտ ինձ չի օգնի, հավասարակշռություն չի, ողնաշարից հարցը վատ է, բուժվել չի լինի, այսպես ծռվել եմ արդեն։ Ոչ մեկին չի ուզում նեղություն տալ, փորձում է փոքրիկ թոշակով ապրել մինչև ամսվա վերջ։ Շուտ է անկողին մտնում, որ գազ քիչ վառի։ 10,000 էլ բարձրացնեին թոշակը մեծ օգնություն կլիներ իրպես մենակ ապրող թոշակառուների համար։ Մարդկա հացի փող չունի ուտելու։ Ես օրական մի անգամ եմ ուտում։ Կհավատաք, չեք հավատա։ Չեմ սիրում ոչ պարտ քանել, ոչ էլ ուրիշից մուրալ։ Արժանապատիվ է իր ծերությունը։ Այն միլիոնները, որ ինքը հավաքում է մեր հաշվին, մեր ժողովրդի հաշվին, այդ հաշվի չի առնում, իր բանը ամեն ինչը փոխված, իր տիկնոջ ամեն ինչը։ Ամբարոյի տեղ եմ դնում ես իրան, չգիտեմ։ Ծաղիկն է շատ է սիրում, սենյակում միայն թոռոմած վարդեր ու գերբերաներ են, վաղուց ծաղիկ բերող չի եղել։ Հետո որ զգացել, որ ես Թիթիս Հռիփսիմե էին իրեն ասում երիտասարդ ժամանակ, զգեստապահարանում միայն ջահելական շորեր են։ Հիվանդ պարկած լինի։ Քանի տարի է ոչ մի բերետ չի առել։ Ուրա սրա հետ նո առաջ։ Չնկարել։ Մազերս որ թափվել է, ընկնում է գլխիցս, թե չէ ես իմ ռազմերով է եղել էլի։ Տոնածառը դեռ չի հավաքի, թող տոնը իր հետ լինի։ Գայանե Մովսիսյան, Հենրիկ Համազասպյան, Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր։
Եթե 2018-ից հետո պետական պարտքը շեշտակի չաճեր, իշխանությունը վարկ չվերցներ, կենսաթոշակները հնարավոր կլիներ կրկնապատկել։ Սա մեր ձևով շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի պնդումն է։ Հանրային հեռուստաընկերության եթերում նա հայտարարել է, որ տնտեսական գիտելիքներով ղեկավար է պետք Հայաստանին։ Հենց այդպիսի որակներ կունենա ըստ նրա վարչապետի մեր ձևովի թեկնածուն։ Նրա անունը փետրվարի 12-ին կիմանանք։ Մեր ձևով շարժումը 20 օրից կհայտարարի քաղաքական մեկնարկի, նորաստեղծ կուսակցության եւ վարչապետի թեկնածուի անունը խորհրդարանական ընտրություններում։ Մենք գալիս ենք երկրորդ Հանրային հեռուստատեսության եթերում ասել է մեր ձևով շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։ Փետրվարի 12-ին հանդես կգանք կուսակցության հիմնադիր նիստով, որի ժամանակ կներկայացնենք մեր հանրությանը, մեր տեսլականը, մեր քաղաքական ուժի առաջնորդի եւ երկրում ապագա վարչապետի պաշտոնի հետ կապված։ Մոտ 1 ժամ տևած հարցազրույցում Կարապետյանը ներկայացրել է, թե երկիրը կառավարելու դեպքում տնտեսությունը զարգացնելու, աշխատատեղեր ստեղծելու ինչ ծրագրեր ունեն։ Մենք օգտվելու ենք չինական արտահանման հատուկ պետական ծրագրից։ Ինչ է այդ ծրագիրը իր մեջ ներառում։ Ծրագիրը ասում է, որ եթե դու արդյունաբերության զարգացման համար ընտրում ես չինական սարքավորումներ, Չինաստանի պետական ֆոնդը 70% ֆինանսավորում է քեզ 2% յուանյով, որը հայկական պետական պարտատոմսից համարյա 3 անգամ էժան է։ Դա բերելու պարագայում չի ֆինանսվում պետությանը, ֆինանսվում է ընկերությանը, այսինքն պետական պարտքը չի ավելանում։ Նարեկ Կարապետյանի համոզմամբ Հայաստանի ապագա ղեկավարը պետք է տնտեսական գիտելիքներ ունենա, որ պետական պարտքը նորից չկրկնապատկվի, ինչպես 2018-ից հետո եղավ։ Իսկ աշխարհի Մեր ձևով շարժման համակարգողի հաշվարկով, եթե 2018-ից հետո Հայաստանի իշխանությունը միլիարդավոր դոլարների վարկեր չվերցներ, չկրկնապատկեր պետական պարտքը, հիմա կենսաթոշակները հնարավոր կլիներ կրկնապատկել։ Հայաստանի պարտքը, որ դուք հասկանաք, 2018 թվականից մինչև այսօր վերցրած պարտքի չափով, հիմա որ մենք վարկ ենք մարում պետական բյուջեից, գիտեք ինչքան է շատ մեծ թիվ է։ 270 միլիարդ ավել վարկ ենք մարում, քան 18 թվին։ Վերջին 7.5 տարում մեր երկրի արդյունաբերությունը տնտեսության մեջ պատմական ամենավատ վիճակին է հասել ըստ Կարապետյանի, իսկ գյուղատնտեսությունը 10 տարում անկում է ապրել։ Էդգար Ղուշյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։ Սիրելի հայրենակիցներ, այժմ համառոտ այն մասին, թե ինչ ունենք թողարկման երկրորդ մասում։ Ամենաձմեռային սպորտաձևի ֆեդերացիայում թեժ է, կրթության նախարարությունը պնդում է, թե ավելի քան 16 միլիոն դրամ է տվել այս տարի դահուկասպորտի ֆեդերացիային։ Ինչու են ուրեմն մեկը մյուսի հետևից չեղարկվում միջազգային մրցաշարերը։ Քո մարզիկը քո երկրում պաշտպանված չէ։ Աբու Դաբիում Ուկրաինայի հարցով բանակցությունների երկրորդ փուլը արտակարգ գաղտնիության պայմաններում է անցել։ Ռուսական կողմը հայտնում է Խարկովի ևս մեկ գյուղ վերահսկողություն հաստատելու մասին եւ Ուկրաինայից պահանջում է տարածքային զիջումներ։ Եվ Սիրիայի կառավարական բանակի ու քրդական ուժերի բախումներից հետո 104 քուրդ ընտանիք անտուն է մնացել Սիրիայի հյուսիսում։ Մեր երեխաները պոպիկ են եւ առանց տաք հագուստի տան շորերով։ Միլուր մինչև անոնսված թեմաներին անցնելը Միացյալ Նահանգների արևմտյան թեմի առաջնորդ Հովնան arczepiskopos Տերտերյանը, որ տիրադավ հռչակված 10 սրբազաններից է ու ըստ մամուլի հրապարակումների հենց նա է Փաշինյանի սրտի կաթողիկոսը, հայտարարել է, որ մասնակցելու է Մայրաթորի հրավիրած եպիսկոպոսատ ժողովին Ավստրիայում։ Հայտարարությունը Միացյալ Նահանգների արևմտյան թեմի դիվանատունն է տարածել։ Այդ տեքստում նշված է, որ Հովնան arczepiskopos Տերտերյանը փետրվարի 20-ից 21-ը կմասնակցի նաև Մայրաթոր Սուրբ Էջմիածնի գերագույն հոգևոր խորհրդի ժողովներին։ Վեհափար Հայրապետի հրաժարականը պահանջող եւ Նիկոլ Փաշինյանին միացած 10 բարձրաստիճան հոգևորականները ավելի վաղ հայտարարել էին, որ չեն պատրաստվում մասնակցել Ավստրիայում հրավիրված եպիսկոպոսած ժողովին։ Անցնենք առաջ, ամենաձմեռային սպորտաձևի ֆեդերացիայում թեժ է։ Կրթության նախարարությունը պնդում է, թե ավելի քան 16 միլիոն դրամ է տվել այս տարի դահուկասպորտի ֆեդերացիային։ Ինչու են ուրեմն մեկը մյուսի հետևից չեղարկվում միջազգային մրցաշարերը, հարցնում է ֆեդերացիայի արդեն նախկին նախագահը, որի հրաժարականը հաջորդել է մարզահագուստի վրայի Ադրբեջան գրությունը կպչուն ժապավենով փակած դահուկորդի անվան շուրջ առաջացած սկանդալին։ Դահուկասպորտը Հայաստանում կարող էր լինել ռազմավարական սպորտաձև, ծաղկաձոր, աշոցք, ջերմուկ, բնությունն արդեն արել է իր գործը, հերթը պետությանն է։
Բայց այս պահին մենք ֆինանսավորում չունենք իրենց որևէ տեղ ուղարկելու։ Չեղարկել ենք Հայաստանի առաջնության առաջին փուլը դահուկավազքի։ Չեղարկել ենք Չեխիա պատանիների մրցաշարի մասնակցությունը, չեղարկել ենք Լեհաստան մասնակցությունը։ Վերջին վարկանիշային մրցաշարը, որ շատ կարևոր էր եւ հնարավորություն էր տալու մեր աղջիկ մասնակցին Կատյա Գալստյանին առաջիկա օլիմպիական խաղերում ունենալու շատ ավելի լավ վարկանիշային միավորներ, ելի չենք կարողացել մասնակցել։ Ձմռան կեսն անցել է, բայց պետական ֆինանսավորում չկա։ Մեկը մյուսի հետևից չեղարկվում են միջազգային մրցաշարերը։ Վերջին աղմկահարույց դեպքը ցույց տվեց, թե որքանով են սպորտն ու մարզիկը անպաշտպան Հայաստանում։ Իտալիայում կայացած մրցման ժամանակ հայ դահուկորդ Միքայել Միքայելյանը կպչուն ժապավենով փակել էր Ադրբեջան գրությունը մարզաշապիկի վրա։ Այս քայլը ոմանց համար դարձավ քաղաքական սկանդալ, իսկ շատերի համար արժանապատվության դրսևորում։ Տենց էլ պետքա լիներ, շատ լավ եմ ճանաչում։ Ու ճիշտ է արել։ Շատ ճիշտ արել։ Այդ դրանով ինչ է ուզեցել ինքը ասի։ Մեր հայ լինելը։ Ճիշտ արել, ես գտնում եմ չի կարելի Հայաստանի ներկայացուցիչը Ադրբեջանի գրած բանով շարժի առաջ։ Հենց որ ես իր կողմնակիցն եմ, ոչ թե նախարարության այս դեպքում։ Սկանդալից հետո ԿԳՄՍ նախարարը պարզաբանում պահանջեց Դահուկասպորտի ֆեդերացիայից։ Ըստ Ժաննա Անդրեասյանի, սպորտը պետք չէ խառնել քաղաքականությանը։ Դա համբերության վերջին կաթիլն էր։ Դահուկասպորտի ֆեդերացիայի նախագահը հրաժարական տվեց։ Եթե քո մարզիկը քո երկրում չակերտներում ասացա, պաշտպանված չէ։ Կրթության նախարարը մեղադրանքները կեղծ է անվանում։ Նա կարծում է, որ սպորտը երբեք այսքան պետական հոգացություն չի ունեցել, որքան հիմա։ Այս տարի Դահուկային սպորտի ֆեդերացիայի ֆինանսավորումը աճել է շուրջ 18%-ով։ Եվ հետևաբար այս բոլոր խոսակցությունները ուղղակի տեղին չեն համապատասխանում իրականությանը եւ բացահայտում են հավելյալ օրակարգեր, որոնք ամեն ինչի մասին են, բայց ոչ սպորտի։ Դահուկորդները սակայն համոզված են, նախարարությունն անտարբեր է իրենց սպորտի հանդեպ։ Եթե մարզիկները կան, պետք է օգնել անպայման, բայց չի մարա նախարարությունը։ Շատ կարևոր է դահուկասպորտը, պետք է զարգանա ինքը։ Ավելի մեծերը հիշում են տարիներ առաջ Հայաստանի ձեռքբերումներն ու հաղթանակները սպորտում։ Հիմա ուրիշներն են հաղթում։ Մեր մոտ տենց նախարարություն կա, նախարար կա, որ նախարարությունն է լինում։ Խորհրդային տարիներին վրանցիներին ձեռ էին կառնում, ասում էինք լոպաս, տուտուց, ռուսներին ձեռ էին կառնում, ասում էինք ավոսյով ապրող։ Հիմա մենք թքել բոլորին անցել ենք։ Իդեպ մոռացա ասեմ, որ ադրբեջանցիների վրա էլ անեկդոտ էինք պատմում, որ ինչ մշակույթի նախարարություն, եթե մշակույթ չունեն։ Հիմա ցավոք սրտի մենք բոլորին տվյալ անցել ենք։ Կրթության նախարարությունից հայլուրին հայտնեցին, որ 2026 թվականին Դահուկասպորտի ֆեդերացիային հատկացվել է ավելի քան 16 միլիոն դրամ։ Որտեղ են այդ գումարները, հարցնում են մարզիկները, եթե ծախսերը իրենց ուժերով են հոգում։ Պարտքով են գնում մրցումների, կամ էլ չեն գնում։ Զարուհի Սահակյան, Հենրիկ Համազասպյան, Միլենա Պողոսյան եւ Հարություն Մաթևոսյան, Հայլուր։ Անցնենք միջազգային օրակարգի գլխավոր թեմաներին, Աբու Դաբիում ավարտվել են Միացյալ Նահանգների, Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատվիրակությունների բանակցությունները։ Կողմերը համաձայնել են հաջորդ շաբաթ նորից հանդիպել նույն վայրում։ Կեսօրին մի պահ թվացել էր, թե տապալվել են բանակցությունները, երբ ՌԻԱ Նովոստիի թղթակիցը ֆիքսել էր, ինչպես է Ռուսաստանի պատվիրակությունը լքել Աբու Դաբիի հյուրանոցը։ Հավանաբար բանակցային երկրորդ ռաունդը պարզապես ուրիշ հասցեում էր։ Հույժ գաղտնի են պահվել բոլոր դետալները։ Աբու Դաբիում Միացյալ Նահանգների, Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատվիրակությունների 3 ժամ տևած բանակցությունները ավարտվել են պայմանավորվածությամբ։ Եկող շաբաթ նորից հանդիպել նույն վայրում, Էմիրությունների մայրաքաղաքում։ Ըստ Աքսիոսի, ուկրաինացիները դրական եւ կառուցողական են անվանել քննարկումը։ ՏԱՍ-ի աղբյուրը եւս հայտնել է, որ արդյունք կա։ Ուկրաինայի հարցով բանակցությունների երկրորդ փուլը կեսօրին էր սկսվել։ Անցել էր գաղտնիության արտակարգ պայմաններում։ Հայտնի չէր կոնկրետ որտեղ են հանդիպում, հայտնի էր միայն, որ փակ ռեժիմով տարբեր ձևաչափերի հանդիպումներ են անցկացվում։ Տարածված եզակի կադրերը Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահի պալատից են։ Էմիրությունների նախագահ Մոհամմեդ բին Զայեդի հետ պատվիրակների ուրբաթ կայացած հանդիպումից։
Այսօր ամերիկյան պատվիրակության կազմում չեն եղել Սթիվ Վիթքոֆն ու Թրամփի փեսա Ջարեդ Քուշները։ Նրանք Թել Ավիվ էին մեկնել Պուտինի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևի հետ առանձին հանդիպումից հետո։ Ուկրաինական պատվիրակությունն այսօր համալրվել էր։ Աբու Դաբի էին գնացել Ուկրաինայի բանակի գլխավոր շտաբի պետ գեներալ Գնատովը եւ պաշտպանության հետախուզության ներկայացուցիչ Սկբիցկին։ Ռուսական պատվիրակությունը գլխավորում էր զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր վարչության պետ Իգոր Կոստյուկովը։ Չնայած Սպիտակ տան խոսնակ ABC News-ին ասել է, որ բանակցությունները արդյունավետ են, Reuters-ը հայտնել է, որ բանակցությունների առաջին օրը փոխզիջման հասնել չի հաջողվել, քանի որ Կիևը խաղաղության համաձայնագրի հասնելու համար գտնվում է Վաշինգտոնի աճող ճնշման տակ, սակայն պատրաստ չէ տարածք զիջել։ Առաջին օրվա քննարկումների առանցքում Դոնբասն է եղել։ Ռուսաստանը պահանջում է, որ Ուկրաինան զիջի ամբողջ Դոնբասը, Դոնեցկի ու Լուգանսկի մարզերը։ Կիևը դեմ է։ Կրեմլի խոսնակը ուրբաթ վերահաստատել էր Մոսկվայի դիրքորոշումը, չհայտնելով բանակցային մանրամասներ։ Ուկրաինական զինուժը պետք է լքի Դոնբասի տարածքը։ Դա շատ կարևոր պայման է։ Կան նաև այլ նրբություններ, որոնք բանակցությունների օրակարգում են։ Կիևի դիրքորոշումը սակայն նույնքան կոշտ է։ Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ չէ տարածքային զիջումների։ Անհրաժեշտ է, որ ոչ միայն Ուկրաինան ունենա այս պատերազմը դադարեցնելու եւ լիակատար անվտանգության հասնելու ցանկություն, այլև որ նմանատիպ ցանկություն ի հայտ գա նաև Ռուսաստանում։ Արյունահեղությունը դադարեցնելու այս հայտարարությունները Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին արել է Ուկրաինային պատրիոտ հակաօդային պաշտպանության համակարգերի համար նոր հրթիռների մատակարարման շուրջ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ Դավոսում ձեռք բերված պայմանավորվածությունից հետո։ Բանակցային լարված օրվա գիշերը թեժ է եղել ճակատում։ Զանգվածային հարձակման է ենթարկվել Ուկրաինան Զելենսկիի խոսքով ավելի քան 370 հարվածային անօդաչուներով եւ 21 հրթիռներով։ Հարվածների տակ են եղել Կիևի, Սումիի, Խարկովի եւ Չեռնիգովի մարզերը։ Խարկովում ծննդատուն, տեղահանված անձանց հանրակացարան, բժշկական ուսումնարան եւ բնակելի շենքեր են վնասվել։ Տասնյակ մարդիկ վիրավորվել են, այդ թվում 1 երեխա։ Կիևում ռուսական հարվածների հիմնական թիրախը ըստ ուկրաինական կողմի եղել է էներգետիկ ենթակառուցվածքը։ Մայրաքաղաք Կիևում 1 մարդ զոհվել է, 4-ը վիրավորվել։ Գիշերը ռուսական հոպը կասեցրել է 137 ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակում։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ այսօր ռուսական բանակն իր վերահսկողության տակ է վերցրել Խարկովի Ստարիցա գյուղը։ Լիլիթ Գասպարյան, Զովինար Բարխուդարյան, Անի Խանդիլյան, Հայլուր։ Սիրիայի կառավարական բանակի ու քրդական ուժերի բախումներից հետո 104 քուրդ ընտանիք անտուն է մնացել Սիրիայի հյուսիսում։ Մանրամասները ռեպորտաժում։ Օդում օրորվող ձյան փաթիլներն են այս քուրդ երեխաների զրնգուն ծիծաղի պատճառը։ Բաց ոտքերով առանց ձմեռային կոշիկների, նրանք իրենց նորապաստարանի բակ են դուրս եկել խաղալու, բայց երբ ներս մտնեն, ցրտից զառած ձեռքերն ու ոտքերը տաքացնելու միջոց չեն գտնի։ Մեր երեխաները բոպիկ են եւ առանց տաք հագուստի, տան շորերով, չկան ծածկոցներ, վերմակներ, ոչինչ չկա։ Չեմ հասկանում, ինչ է ուզում մեզնից այս իշխանությունը։ Սիրիայի իշխանության եւ քրդերի գլխավորած դեմոկրատական ուժերի բախումներից հետո են այս երեխաները դրսում հայտնվել։ 104 քուրդ ընտանիք իր սեփական տունն է թողել Սիրիայի հյուսիսում։ Հիմա Զաքիա Լարսուզի այս հին դպրոցում են գոյատևում։ Մենք տեղահանվել ենք Ալ-Թաբքա քաղաքից այս դպրոց, պայմանները այստեղ սարսափելի են, ցուրտ է։ Ջեռուցում չկա, բոլոր երեխաները հիվանդ են, դեղորայք էլ չկա։ Զալոուհ Մոհամեդը իր 8 երեխաների հետ է փախել սեփական տնից։ Իրենց հետ ոչինչ չեն վերցրել, այստեղ էլ ոչ հոսանք կա, ոչ ջուր, ցրտին դիմանալն էլ օրեցօր անտանելի է դառնում։
Ջուրը մեկ շաբաթ է ինչ անջատված է, ամեն օր ստուգում ենք խմելու ջրի ծորակները, բայց դատարկ են։ Ամեն ինչի կարիք ունենք, պատկերացնում եք ջրի, ուտելիքի, հոսանքի, ամեն ինչի։ Սա առաջին անգամը չէ, սա արդեն մեր տեղահանման 4-րդ դեպքն է, իսկ միջազգային հանրությունը ինչպես միշտ լուռ է։ Հալեպի մի քանի թաղամասերում Սիրիայի իշխանության եւ քրդերի գլխավորած դեմոկրատական ուժերի թեժ բախումներից հետո Դամասկոսը հայտարարել է, որ ժամանակ է տալիս այնտեղ ապրող քրդերին վայր դնել զենքերը, հրաժարվել ինքնավարությունից եւ ընդունել այն կանոնները, որոնք իրենք են թելադրում։ Հակառակ դեպքում կոտորածն անխուսափելի կլինի։ Աննա Գյուլնազարյան, Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուրի համար։ Դուք դիտում եք Հայլուրը։ Շնորհակալություն ուշադրության համար։ Կհանդիպենք։